Ես վարչապետի պաշտոնին տեխնացու ունեմ իհարկե ունեմ։ Պետ անարդարությունը կա, պետք է ուղղվի, որ բոլորն էլ վստահ լինեն։ Հաղթել է ուժեղը, հաղթել է խելացին, հաղթել է արդյունավետը։ Ուր էիք վերջում 5 տարիների ընթացքում եւ մեր պետությունը անցնում է դժվարությունների միջով։ Մանե ջան, ուր էի։ Կարևորը պետությունն է։ Կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է։ Նախկին ու հին ու նորը մոռանանք։ Իմ որդին Հովանեսը ոչ ցանկություն ունի, ոչ էլ իրավունք ունի։ Ես գործի մարդ եմ, չեմ ասում 100,000, 200,000 Մեկը հաց պետք է տա այդ 100,000-ը ոնց ակնեն, մատ ինձ բացատրի ես հասկանամ։ Ծրագիրը կազմում եք դուք։ Հիմա իմ խնդրանքն է, որ այս հարցը դու են ցանկացած քաղաքական գործիչներին տաս, այն մեծ խոսացողներին էլ տվեք, որ նրանք ինչ են արել։ Հաջորդը ում արձանը կկառուցեիք, եթե կառուցեիք։ Ես մոտ ժամանակներս ձևաչափը կներկայացնեմ շատ գեղեցիկ անակնկալներով։ Մենք պետք է կարողանանք երկարաժամկետ ծրագիր կազմենք, պատերազմից հետո 5 տարի, 10 տարի, 20 տարի, այն մեր բացթողումներն ուղղենք։ Որոշողը մենք ենք, առաջինը պետք է նայենք պետական շահը, ժողովրդի բարեկեցությունը, երկրի անվտանգությունը։ Ուժեղ մարդու հետ են հաշվի նստում, թույլ է ոչ մեկն էլ հաշվի չի նստում։ Խեղճությունը մեր թշնամին է։ Մենք պետք է մեջք գիտանք, էտատելություն, թշնամանք, մերոնք, ձերոնք։ Դա ակցիոմա, դա քննարկման ենթակա չի։ Գագիկ Ծառուկյանի եւ երիտասարդների հարց ու պատասխանը դիտեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում փետրվարի 5-ին ժամը 21-ին։